է, ինչ ազգային ժողովը սկսել է իր աշխատանքները, նորընտիր խորհրդարանը, եւ սա աչքի ընկավ այն ֆոնին, որ ազգային ժողովի նախագահը Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե պետք է զրոյական կետից սկսել, բարեվարքության կանոններին հետևել, բայց մենք երեք արդեն տեսանք, որ իրենց կողմից լարվածություն սկսվեց ընդդիմադիր ուժեղ Հայաստանի նկատմամբ։ Դուք առհասարակ ինչ գնահատական ունեք իշխանության այդ առաջարկի վերաբերյալ, ինչու է Ռուբինյանը խաղի նոր կանոններ սկսել եւ արդյոք այդ բարեվարքության նորմերը, որ իրենք սահմանել են, դրան հետևելու են, թե երեկվա օրինակը ապացույցներ, որ արժևում այլ միջադեպեր են լինելու։ Ես նախ ոչ մի վստահություն չունեմ պնդելու խաղի նոր կանոնների, նոր սկզբի զրոյական կետից մեկնարկի դեպի ավելի լավ կետ, դրանք ես ուզում եմ հիշեցնել, մենք գործ ունենք իշխող ուժի հետ, ով դեպք է եղել, երբ մեկ շաբաթվա ընթացքում 5 սուտ է ասել։ Հիմա երբ ուժը, անձը խնդիր չունի, իր ասածը անդադար փոխելու հետ, երբ գործ ունենք ուժի հետ, ում ղեկավարը մարդկանց հարցրել է ինչու չեք զոհվել, ես անիմաստ եմ համարում այս քննարկումը, կեղծ է, վստահություն չի ներշնչում, ազնվության եւ իրականության հետ կապ չունի, Ռուբեն Ռուբինյանին եւ իր կողք հիմա նստող փոխնախագահներին ԱԺ երևի պետք էր առաջին օրը ուղղակի առաջին օրը սահմանացնել, մինչև իրենք կհայտնվեին այդտեղ, փորձեցին դա կազմակերպել։ Կարծում եմ շատ ավելի բովանդակային հարցեր կա, որոնց պետք է անդրադառնալ։ Այսինքն իրենց վարկանիշը բարձրացնելու տեսանկյունից դարվեց։ Չգիտեմ, վարկանիշը բարձրացնելու տեսանկյունից կամ չբարձրացնելու։ Կարծում եմ, որ իմաստ չունի մեկնաբանել ՔՊ-ի կողմից հնչեցված առաջարկները, ենթադրություններ անել դրա համար դրանք ինչու են արվել։ Ես վստահ միայն կարող եմ ասել, որ դրանք պայմանավորված են եղել նեղ խմբակային սեփական շահերով։ Կապ չունի դա, եթե իրենք ուզենային, որ երկրում լիներ բարեվարկության մթնոլորտ, այդ ֆեյքերի ֆաբրիկաները իրենցն են։ Այս մասսայական հայոյան գրողները եւ սպառնալիք հնչեցնողները, եթե իրենք ուզենային, որ չլինի, իրենք բոլոր գործիքակազմերը ունեն։ Հետևապես գալ եւ լուրջ դեմքով քննարկել, որ ՔՊ-ն ուզում է բարեվարկություն, ինչու դա չի ստացվում, ես այդպես չեմ կարծում։ Աննա Գրիգորյանի հետ խոսել ենք, ինքն արդեն ասաց, որ Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը։ Իշխող ուժից Էդուարդ Աղաջանյանը մի արտահայտություն արեց, որ ուզած-չուզած պետք է ընտրեն Վարդևանյանին, հետո շտապեց Ռուբինյանը իրեն ուղղել, որ որպես այդպիսին այդ պահանջը չի ենթադրում կանոնակարգ օրենքը ազգային ժողովի, կարող են եւ ընտրել, եւ չընտրել, եւ այդ դեպքում քաղաքական ճգնաժամ չի առաջանալու։ Հաշվի առնելով այս հայտարարությունները, ինչ տպավորություն ունեք, քաղաքացիական պայմանագրին շահավետ է, որ ընտրեն Արամ Վարդևանյանին, թե ոչ։ Եթե քաղաքացիական պայմանագիրը հնարավորություն եւ տարբերակ չունենալ ընդդիմադիր փոխոսնակ, եթե մի կախարդական փայտիկ լիներ, որ այնպես աներ դա չլինի, վստահ եմ, որ դա կարևոր։ Բայց սահմանադրության պահանջն է, ես չգիտեմ իրենք այս անգամ ինչպիսի մարտավարություն կորդեգրեն, ձգձգելու այս process-ը, օրինակ չընտրել առաջին փուլից, որ երկրորդ փուլ գնա այս հարցերի քննարկվի, թե չի ձգձգել process-ը։ Կընտրեմ, որ Արամ Վարդևանյանին ընտրել, թե մեկ այլ նախադրության, ունեն այդ բավարար քվեները, որպեսզի դա կազմակերպեն։ Հուսամ չեն գնա այդ ճանապարհով, որովհետև դա իսկապես սահմանությամբ եւ օրենքով ընդդիմության տեղն է եւ ընդդիմությունը իրավունք ունի առաջադրելու իր ցանկացած թեկնածուին։ ԽՊ-ն չպիտի որոշի, ով պիտի լինի այդտեղ։ Ես հիշեցնեմ միայն, որ նախորդ դրվագում, նախորդ գումարման ազգային ժողովում, որ անդադ մատնանշում, որ թափուր է մնացել այդտեղ, այդտեղ թափուր չի մնացել։ Ընդդիմությունը առաջադրել է թեկնածու, իրենք ստիպված ընտրել են, հետո ապօրինի հեռացրել են այդ թեկնածուին։ Դրանով ասելով, որ հետո ասում են եկեք դե առաջադրեք, այսինքն մենք կորոշենք, ով պիտի լինի ընդդիմության թեկնածուն։ Դա անթույլատրելի է։ Հիմա ընդդիմությունը որոշել է, որ Արամ Վարդևանյանն է։ Եթե իրենք որոշեն, որ չեն քվեարկում, դա նշանակում է, որ իրենք թքած ունեն 550,000 մարդու ձայների վրա, որովհետև այդ մանդատը տրված է ընդդիմությունը որոշել է, որ այդտեղ պետք է լինի Արամ Վարդևանյանը։ Իսկ իրենց ելույթներից չեք զգում այդ տպավորությունը, որ կարծես թե Արամ Վարդևանյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն, հաշվի առնելով եւ անդադ իրենք դա են շեշտում, որ այ ինքը սկզբից Հայաստան խմբակցությունից էր, հետո մանդատը վայր դրեց եւ հիմա գնաց այլ թիմ։ Դեռևս նոր է սկսել քննարկումը ՔՊ-ի դեպքում անշնորհակալ գործը որևէ կանխատեսում անելը կանել այնպես, ինչպեսի նրանք կստանան։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Վերջ։